նախորդին տեղի ունեցածը մանրամասնելով, ինչ է կարծում հանրային ու քաղաքական շրջանակներն այս պահին վիճակի են հարվածը վերցնել իրենց վրա, որպեսզի մայրաթոռը մնա անսասան։ Ես չեմ կարծում, որ հարված վերցնելու կամ չվերցնելու խնդիր կա, ես վստահ եմ, որ այո, հանրությունը ի վիճակի է պաշտպանելու իր եկեղեցին։ Բայց տեսնում ենք, որ մյուս կողմից էլ արդեն քարոզչական տարբեր հնարքներով, հիբրիդային գործակալների դեմ պայքարի ինչ-որ անվան տակ սկսվել են պրոցեսներ։ Անկախ որևէ հանգամանքից։ Հիմա ինչ պետք է անենք։ Մենք պետք է առաջարկենք այսօրվա կառավարիչներին, որպեսզի չանեն այդ քարոզչությունը։ Իրանք իրենց գործը թողանեն, եթե այդպես իրանց ձեռնտու է, հանրությունն էլ իր գործը կանել։ Երեք նախորդին աղավետեցին իշխանական շրջանակները հերթական լուրը Ադրբեջանից փաստորեն դիզվառելիք է ներկրվելու, ասում են դիվերսիֆիկացիայի տիրույթում սա պիտի դիտարկել եւ հրաշալի է ձեր գնահատականը։ Գիտեք, ես մի քանի անգամ խորհուրդ եմ տալիս ըտվել, հիմա էլ խորհուրդ եմ տալիս առանձնապես պես լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արած հայտարարություններին։ Հիշում եք 10 միլիոն ծառի պատմությունը, 44 օր հաղթում ենք եւ այլն, այդպիսի 10, 15, 20, 30 օրինակ կարող եմ բերել։ Հիմա ինչ եք ուզում, որ ես ասեմ։ Դիվերսիֆիկացիա է թե ոչ սա։ Դիվերսիֆիկացիա մի քիչ այլ հասկացողություն, հա։ Թող փորձեն։ Թող փորձենք տեսնենք, էլի։ Հասկացում եք, այսինքն, եթե ավարտը լավ կլինի թե ոչ։